Հպարտանալու նորություն մեր հայրենակիցներից Roar Capital ներդրումային ընկերության կողմից իրականացված $1 միլիարդ գնման գործարքից անմիջապես հետո հայերի կողմից հիմնված Dave's Hot Chicken բրենդը ելփի 2025 թվականի ամենասիրված ընկերությունների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը։ 2017 թվականին Լոս Անջելեսի East Hollywood-ի կայանատեղիում մի խումբ հայ-ամերիկացի մանկության ընկերների նախաձեռնությամբ ստեղծված Dave's Hot Chicken-ը այսօր դարձել է ԱՄՆ-ում ամենաարագ զարգացող ռեստորանային ցանցերից մեկը, արդեն 300-ից ավել մասնաճյուղերով եւ միլիոնավոր հավատարիմ հաճախորդներով։ ԵԼՓ-ի տվյալներով հարթակում տեղադրված բոլոր գնահատականների շուրջ 71%-ը կազմում են 4 եւ 5 աստղանոց բարձր վարկանիշներ։ Ուտեստների որակից ու չափաբաժիններից մինչև սպասարկման արագություն, պատվերների համակարգի հարմարավետություն եւ մենյուի հետևողականություն, այս ամենի շնորհիվ բրենդը ստացել է բարձր միավորներ։ Այս ձեռքբերումը եւս մեկ օրինակ է հայկական ամերիկյան հաջողության պատմությունների շարքում, ցույց տալով թե ինչպես կարելի է փոքր գաղափարից ստեղծել բազմամիլիարդանոց բրենդ։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ է սպասվում հաղորդման ընթացքում։ Այսօրվա գնաճի պայմաններից ելնելով ԱՄՆ դաշնային շուկան փոփոխություններ է արել տոկոսադրույքների մեջ։ Շահավետ է, թե ոչ կիմանաք րոպեներ անց։ Թրամփի խոստացած ոսկե քարտից մեծ նորություններ կան։ Թրամփը կրկին պախարակել է միգրանտներին կրկնելով տարիներ առաջ հնչեցրած վիրավորական արտահայտությունը։ Արհեստական բանականությամբ զբաղվող մասնագետները այժմ մեծ պահանջարկ ունեն ոչ միայն IT ոլորտներում, այլ նաև գերատեսչություններում։ Նոր որոշումներ տեստոստերոն հորմոնի վերաբերյալ։ Ըստ Դաշնային բյուրոյի որոշման Թրամփի վարչակազմի հանդեպ Լոս Անջելեսի վերաբերյալ արգելափակումներ կան։ Ինչպես նաև այսօրվա եթերի ընթացքում կրկին կներկայացնեմ հայկական մշակույթի գալիք միջոցառումները, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրման և զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Չմոռանաք կիսվել ձեր կարծիքով և գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Սկսենք ամենակարևորից։ Բարձրացող գնաճը եւ վերջին ամիսներին թուլացող աշխատաշուկան հավասարակշռելու նպատակով ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը չորեքշաբթի օրը այս տարի արդեն 3-րդ անգամ նվազեցրել է հիմնարար տոկոսադրույքը։ Այս քայլը կարող է խթանել ԱՄՆ տնտեսական ակտիվությունը, սակայն համակարգի նախագահը վերջերս զգուշացրել է, որ կենտրոնական բանկի համար անվտանգ տարբերակ գոյություն չունի։ 0.25% չնչին նվազեցումը շարքային ամերիկացիների համար կարող է ավելի մատչելի դարձնել վարկային պարտավորությունները, իջեցնելով հիփոթեքի, կրեդիտ քարտերի, ինչպես նաև անձնական վարկերի տոկոսադրույքները։ Դա նաև կօգնի բիզնեսներին ավելի ցածր տոկոսով ֆինանսավորում ստանալու գործում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր խոստացած ոսկե քարտի գործարկման մասին, ըստ որի օրինական կարգավիճակ եւ ԱՄՆ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրացիները, ովքեր պատրաստ են վճարել $1 միլիոն։ Բացի անհատներից, ընկերությունները նույնպես $2 միլիոն վճարելով կարող են օտարերկրացի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավել։ Ծրագրի դիմումների կայքը բացվել է հենց այն պահին, երբ Թրամփը Սպիտակ տան Ռուզվելթի սրահում ներկայացրել է նախաձեռնության մեկնարկը։ Ոսկե քարտը նախատեսվում է փոխարինելու EB-5 վիզաներին, որոնք գործում էին 1990 թվականից եւ տրամադրվում էին այն ներդրողներին, ովքեր մոտ $1 միլիոն չափով գումար էին ներդնում առնվազն 10 աշխատող ունեցող բիզնեսում։ Թրամփը նոր մեխանիզմը ներկայացնում է որպես ԱՄՆ-ին բարձր որակի մասնագետներ ներգրավելու եւ դաշնային բյուջեում լրացուցիչ եկամուտ ապահովելու միջոց։ Նա ամիսներ շարունակ գովազդում էր այս ծրագիրը, սկզբում նշելով, որ քարտի արժեքը կարող է լինել մինչև $5 միլիոն, սակայն վերջնականապես սահմանվել է ներկայիս $1 եւ $2 միլիոն սահմանաչափերը։ Թրամփը կրկին օգտագործել է shithole countries տերմինը, փոխարակելով մի շարք երկրների միգրանտներին, արտահայտություն, որը նա ասել էր իր նախորդ նախագահության շրջանում եւ արժանացել լայն քննադատության։ Փենսիլվանիայում անցկացրած արշավային հանրահավաքի ընթացքում Թրամփը գովաբանել է իր եւ վարչակազմի կողմից տասնյակ երկրի զբոսաշրջիկների եւ ներգաղթյալների ընդունման դադարեցումը։
Թրամփը իր ելույթում ասել է. «Ես հայտարարել եմ, որ պետք է դադարեցնել ներգաղթը այդ երկրներից, այդ թվում այն վայրերից, որոնք ես անվանում եմ դժոխային տեղեր՝ Աֆղանստան, Հայիթի, Սոմալի եւ շատ ուրիշներ։ Մեր երկիրը դեպի ճահիճ էր գնում եւ հանդիպման ընթացքում ես հարցրեցի. ինչու է, որ մենք ընդունում ենք մարդկանց միայն այն երկրներից, որոնք ես անվանում եմ shithole countries։ Ինչու չենք ընդունում ավելի շատ ներգաղթողներ Նորվեգիայից, Շվեդիայից կամ Դանիայից»։ Կոնգրեսում ներկայացվում է նոր օրինագիծ, որը նպատակ ունի արհեստական բանականության ոլորտում ուժեղացնել դաշնային կառույցներում աշխատող տեխնիկական մասնագետների թիվը։ Օրինագիծը կոչվում է AI Talent Act եւ ներկայացվել է Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Սարա Ջեյքոբսի կողմից։ Նրա խոսքով կառավարությանը մարդիկ են պետք, ովքեր հասկանում են արհեստական բանականության տեխնոլոգիաներից եւ պետական խնդիրներ լուծելու համար կարող են դրանք ճիշտ կիրառել։ Մեզ պետք են մասնագետներ, որոնք գիտեն ինչպես աշխատեցնել այս տեխնոլոգիաները, ինչ ռիսկեր եւ առավելություններ ունեն եւ ինչպես պետք է դրանք կիրառվեն պատասխանատվությամբ, ասում է Ջեյքոբսը։ Օրինագիծը տարբեր գերատեսչությունների ներսում նախատեսում է ստեղծել հատուկ տաղանդների թմեր, ձևավորել մասնագետների միասնական բազա, ինչպես նաև ստեղծել համակարգ, որով գերատեսչությունները կարող են արագ գտնել եւ ներգրավել արհեստական բանականության ոլորտի լավագույն մասնագետներին։ Դաշնային դատավորը որոշել է, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայումը Լոս Անջելեսում եւ վերահսկողությունը պետք է վերադարձվի նահանգին։ Դատավորը բավարարել է Կալիֆոռնիայի պաշտոնյաների միջանկյալ միջնորդությունը, ովքեր նշել էին, որ ներգաղթի վերահսկողության քաղաքականությունը բարելավելու համար նախագահը չի կարող օգտագործել նահանգային գվարդիան, եթե չկա նահանգապետի համաձայնությունը։ Կալիֆոռնիան պնդում է, որ Լոս Անջելեսի իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Սկզբում տեղակայված ավելի քան 4000 ծառայողներից հոկտեմբերին մնացել էր ընդամենը մոտ 100-ը։ Չնայած դրան, վարչակազմը երկարացրել էր տեղակայման ժամկետը մինչև փետրվար եւ նույնիսկ փորձել էր Կալիֆոռնիայի գվարդիայի զինծառայողներին օգտագործել Օրեգոնի Պորտլենդում, որպեսզի դեմոկրատների ղեկավարած քաղաքներում ուժեր տեղակայեր։ ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչության խորհրդատվական հանձնաժողովը հանդես է եկել մի գաղափարով, ըստ որի տեստոստերոնի դեղամիջոցները պետք է դառնան ավելի մատչելի եւ դուրս գան վերահսկվող նյութերի կարգից։ 13 անդամից բաղկացած հանձնաժողովը, որտեղ ընդգրկված են ուրոլոգներ եւ դաշնային առողջապահական պաշտոնյաներ, միաձայն աջակցել են տեստոստերոնի փոխարինող թերապիային, այն համարելով արդյունավետ բուժում այն տղամարդկանց համար, որոնց օրգանիզմը բավական հորմոն չի արտադրում։ Նրանց խոսքով քաղցկեղի, ինսուլտի եւ սրտի հիվանդությունների վերաբերյալ հնացած մտավախությունների պատճառով թերապիան տարիներ շարունակ թերի է օգտագործվել։ Տեստոստերոնը մինչ այժմ կարգավորվում է 1980-ականների դոպինգի սկանդալների տրամաբանությամբ, ինչի պատճառով շատ բժիշկներ խուսափում են այն նշանակելուց կամ նույնիսկ դրա անհրաժեշտությունը ստուգելուց, ասել է հանձնաժողովի անդամ դոկտոր Հելեն Բըրնին։ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները նախատեսում են հաջորդ շաբաթ քվեարկել առողջապահական օր ծրագրի շուրջ, սակայն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ, թե ինչ պետք է ներառվի դրանում։ Եթե մինչև դեկտեմբերի 31-ը կոնգրեսը չերկարացնի Օբամաքեր սուբսիդիաները, ապա նոր տարուց սկսած ապահովագրական վճարները միլիոնավոր ամերիկացիների համար կտրուկ կբարձրանան։ Հանրապետական կուսակցության ամենապահպանողական կողմերից մեկը առաջարկում է մի տարբերակ, որը չի երկարացնում սուբսիդիաները եւ պարզապես մարդկանց ծախսերը մասամբ փակելու համար որոշակի գումար է տալիս։ Իսկ այն հանրապետականները, ովքեր պայքարելու են դժվար ընտրատարածքներում, ասում են, որ ծրագիրը պետք է ընդունվի երկու կուսակցությունների համագործակցությամբ եւ անպայման պետք է ներառի սուբսիդիաների երկարաձգումը։ Մետ գալայի նոր համանախագահներ են Բիյոնսեն, Վինուս Ուիլյամսը, Նիկոլ Քիդմանը եւ Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Ուինթուրը։ Այս քվորումը ղեկավարելու է մայիսին կայանալիք հայտնի հանգանակային միջոցառումը, որը միայն անցյալ տարի Մետրոպոլիտեն թանգարանի հագուստի ինստիտուտին տրամադրել էր ռեկորդային $31 միլիոն։ Ովքեր տեղյակ չեն, նշեմ, որ Մետ Գալան Նյու Յորքի ամենամեծ ու ամենահայտնի ճաշկերույթ երեկոն է, այն համարվում է նորաձևության աշխարհի ամենախոշոր իրադարձություններից մեկը, որտեղ հայտնիները ներկայացնում են հատուկ պատրաստված տպավորիչ զգեստներ, որի ընթացքում դրամահավաք է տեղի ունենում։ Վինուս Ուիլյամսը նորեկ է այս պաշտոնում, մինչդեռ Բիյոնսեն 2013-ին արդեն եղել է համանախագահ, իսկ Քիդմանը 2003-ին եւ 2005-ին։ Մայիսի 4-ի միջոցառման հագուստի կոդը դեռ հրապարակված չէ։
Դոնալդ Թրամփի ազգային գվարդիայի կիրառման վերաբերյալ Սենատը պատրաստվում է առաջին անգամ զինվորական բարձրաստիճան ղեկավարներին հարցաքննել։ Քայլը կարևոր է, քանի որ զինվորների տեղակայումները բողոքների եւ իրավական վեճերի պատճառ էին դարձել, հատկապես այն վայրերում, որտեղ քաղաքապետերն ու նահանգապետերը դեմ էին այդ որոշմանը։ Լսումների ընթացքում Սենատի զինված ուժերի հանձնաժողովը կքննի տեղակայումների օրինականությունը եւ թե ինչու են դրանք իրականացվել առանց տեղական իշխանությունների համաձայնության։ Թրամփի գործողությունների վերաբերյալ սա Սենատի եզակի խորը ուսումնասիրությունն է։ Թրամփը պնդում է, որ գվարդիայի ներգրավումը անհրաժեշտ էր դաշնային շենքերի պաշտպանությունը եւ իրավապահների աջակցությունը ապահովելու համար։ Ինդիանայում ոստիկանությունը հետաքննություն է սկսել Դորդեշի մի վարորդի վերաբերյալ, որի մասին շրջանառվող տեսանյութում կարծես երևում է, թե ինչպես է նա սննդի պատվերի վրա ինչ-որ նյութ փչում։ Պատվիրատուն NBC News-ին պատմել է, որ իր կինը անսպասելի վատացել է։ Իրավապահների խոսքով դեռ ոչ ոք չի ձերբակալվել, իսկ վարորդի ինքնությունը դեռ հաստատված չէ։ Շերիֆը նշել է, որ նրանք փորձում են պարզել տեսանյութը իրական է թե ոչ, սակայն այս պահին այն կեղծ համարելու որևէ պատճառ չեն տեսնում։ Դորդեշ ընկերությունը հայտարարել է, որ վարորդի հաշիվն արդեն արգելափակվել է եւ որ իրենք լիովին համագործակցում են իրավապահների հետ։ Այսօր հինգշաբթի է եւ դա նշանակում է, որ ձեզ եմ ներկայացնելու շաբաթվա ընթացքում սպասվող միջոցառումները։ Վստահ եմ, որ դա կօգնի ձեր շաբաթը դարձնել ավելի հայկական, ավելի գունեղ եւ իհարկե ավելի հետաքրքիր։ Երեխաների համար դեկտեմբերի 14-ին ժամը 12-ին եւ 3-ին տեղի կունենա Santa's House մանկական տոնական ներկայացումը, հասցե AGBU Performing Arts Center։ Դեկտեմբերի 14-ին ժամը 7-ին տեղի կունենա Թանկարժեք տղաները ֆիլմի ցուցադրումը, հասցե AGBU Performing Arts Center Pasadena։ Դեկտեմբերի 15-ին ժամը 7-ին տեղի կունենա 3:33 and Friends համերգ երաժշտական երեկոն, հասցե AGBU Performing Arts Center։ Դեկտեմբերի 19-ին ժամը 4:30-ին Winter Concert ձմեռային երաժշտական երեկո Pop Art Vocal Studio-ի աշակերտների մասնակցությամբ, որը նույնպես տեղի կունենա AGBU Performing Arts Center-ում։ Դեկտեմբերի 19-ին ժամը 7-ին Armenian National Music Reimagined ազգային ժողովրդական համերգ, հասցե Alex Theater Glendale։ Հուսով եմ այս ընտրանին օգնեց արդեն պլանավորել ձեր շաբաթը, իսկ մեր թիմը մաղթում է ձեզ ջերմ եւ մշակութային ժամանց ընտանիքի ու ընկերների հետ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրվել մեր սոցցանցերում։ Waymo ընկերությունը հայտնել է, որ այս երկուշաբթի երեկոյան Սան Ֆրանցիսկոյում մի կին է ծննդաբերել նրանց վարորդ չունեցող մեքենայի մեջ։ Ընկերության հեռավար վերահսկման թիմը նկատել է, որ մեքենայի ներսում ինչ-որ արտակարգ բան է տեղի ունենում եւ անմիջապես կապվել է ուղևորի հետ։ Խոսակցությունից հետո աշխատակիցները հասկացել են իրավիճակի լրջությունը եւ անմիջապես զանգահարել են 911։ Ամերիկայում ալկոհոլի օգտագործումը հասել է վերջին 1 դարի ընթացքում ամենացածր մակարդակին։ Գելափի նոր հարցման տվյալներով միայն 54% մեծահասակներ են ասում, որ օգտագործում են սպիրտային խմիչքներ։ Հետաքրքիր է, որ այս նվազումը 1 տարվա փոփոխություն չէ։ Վերջին 3 տարիներին ալկոհոլի օգտագործումը հստակ եւ արագ նվազող միտում ունի, ինչը ըստ մասնագետների կարող է կապված լինել ինչպես առողջապահական մտահոգությունների, այնպես էլ երիտասարդ սերունդների փոխվող կենսակերպերի հետ։ Աստղային պատերազմների առաջին պաշտոնական գովազդային պատկերը, որը նկարիչ Թոմ Ջանի 1977 թվականի բնօրինակ աշխատանքն է, աճուրդում վաճառվել է 3,875 միլիոն դոլարով։ Նկարը երկար տարիներ գտնվել էր ֆիլմի պրոդյուսեր Գերի Քերտսի մոտ, ով ավելի ուշ պատկերը փոխանցել էր իր աղջկան։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։